Իմ երկար հարցերը բնականաբար ուղղված են Նիկոլ Փաշինյանին, բանակցությունների, ճակերտավոր թափանցիկության եւ ինչպես Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, իր ջեբը գցված իշխանության մասին է։ Նախ բանակցությունների մասին, ցանկացած բանակցություն որոշվում է արդյունքներով։ Սադարակում սկսված բանակցությունների արդյունքը եղել է Քիվեստի փաստաթուղթը, որով Արցախը Լաչինով միանում էր Հայաստանի Հանրապետությանը։ Նախիջևանը Ադրբեջանին կապվում էր թունելներով եւ էստակադաներով։ Հիմա տեսնենք ձեր բանակցությունների արդյունքը։ Ձեր բանակցությունների արդյունքում մենք չունենք Արցախ, մենք ունենք Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներ, հազարավոր զոհեր, գերիներ, Ադրբեջանում դատվող ռազմաքաղաքական ղեկավարություն, սա է ձեր բանակցությունների արդյունքը։ Դուք ասում եք, որ թափանցիկ եք եւ պատրաստ եք հրապարակել փաստաթղթեր։ Հրապարակեք այդ փաստաթղթերը։ Հրապարակեք Քիվեստը, հրապարակեք բոլոր այն փաստաթղթերը, որոնք բանակցել են նախորդ իշխանությունների օրոք։ Բայց ես ձեզ առաջարկում եմ սկսել 2019 թվականին ձեր սեղանին դրված Յակոբ Մինսկի խմբի կողմից ի դեպ վերջին խմբագրված տարբերակից, որը դուք թաքցրել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, դուք խաբել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայտարարելով, որ բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Հրապարակեք այդ փաստաթուղթը, հրապարակեք նաև Քիվեստը եւ մնացած փաստաթղթերը։ Պարոն Փաշինյան, ավարտում եմ, ներողություն եմ խնդրում, բայց ով դուք թաքնվելուց մի խոսեք։ Ռոբերտ Քոչարյանը որևէ մեկի թիկունքում չի թաքնվել։ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին դեմ է արտահայտվել ձեր գործողություններին, ոմանց նման չի փախել, եկել է, նստել է, պայքարել է եւ այսօր էլ շարունակում է իր պայքարը։ Պարոն Փաշինյան, եթե չեմ սխալվում, դուք եք փախել 2018 թվականի մարտի 1-ից հետո Դուք եք 300 մետր շարժվելու համար 3000 ոստիկանի եւ ՊՊՑ աշխատողի ուղեկցությամբ շարժվում։ Հաստատ այն թեման չի, որտեղ դուք շահեկան դիրքերում եք գտնվում եւ մի նախադասություն էլ։ Վերջը 2018 թվականին ձեզ իշխանություն ով էր տվել։ Մեկ ասում եք Ալեն Սիմոնյանը երեք ասում է Սերժ Սարգսյանն է տվել։ Դուք այսօր ասում եք, չէ, Կարեն Կարապետյանն է ինձ տվել իշխանություն։ Վերջը ձեզ ով է տվել իշխանություն 2018 թվականին եւ վերջին նախադասությունը։ Դե լավ, արտիկինը խամանոց Ավարտում եմ, վերջին նախադասությունը։ Բա որ եկաք, տեսակ, որ ամեն ինչ կորած է, վատ է, Արցախը հանձնված է, Մեղրին ընդեղ էր հանձնված, բա ինչի եք վերցնում այդ իշխանությունը։ Ինչի եք շրջափակում ազգային ժողովի շենքը, ցանկանալով ունենալ ամբողջական իշխանություն։ Ինչի։ Հոյակապ ընդդիմության հարցը, խնդրեմ, պարոն վարչապետ, համեցեք։ Քիվեստի մասին։ Քիվեստը 2001 թվի մասին է խոսք։ 2001 թվի։ 2001 թվի։ Շատ լավ, սենց էր մտնելու թունելը ստեղից մտնելու էր ընդես դուրս էր գալու կամուրջը ստեղ էր ընելու ձախից բաներ մտնելու Պողոսը աչից Վալոդը ընդեղից ուղիղ 2001 թվին 2002 թիվ 2003 թիվ 2004 թիվ 2005 թիվ 2006 թիվ 2007 թիվ ձեր ասած մարդը եղել է նախագահ հա 8-ը բան չեմ ասում նախընտրա այդ թոլիներ հետ եմ ասում ում հետ է կռիվանում ում հետ է կռիվանում ես եմ խանգարել որ չլինի ես այդ ժամանակ նոր սկսում էի քաղաքական գործ թող լիներ ժողովուրդ ջան որ սեն չեն գալի ասում մտնելու էր թունելը տակից այն մեկը վեր արա ում եք ձեռ առնում ընդհանրապես կներեք էլի երկրորդը ասցիք Սերժ Սարգսյանն է տվել տո Կարեն Կարապետյան նովա Սերժ Սարգսյան նովա որ ինձ իշխանություն տան կամ չտան եւ ձեր ասած մնացած մարդիկ ով են իրանք ընդհանրապես որ մի հատ է կարան ճակատագիր որոշեն Հայաստանում իշխանության Հայաստանի ճակատագիր իշխանության որոշումը ժողովուրդն է որոշել Սերան ու Արենը հարցը տալիս ընդունել եք իբր հանձնում ընդունում ասել եմ իմ ընդունելու ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն թոշակառու է եղել ես իրանից ընդունելու բան չեմ ունեցել Կարեն Կարապետյանն է եղել վարչապետի պարտականությունները կատարողը 19 թվի մասին ես 19 թվի մասին ասել եմ շատ հստակ բան
Այն ինչ որ 19 թվին հունիսին դրվել է սեղանին, ես 19 թվի հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բանակցած չեմ եղել, ես չեմ խոսել ընդհանրապես այդ թեմայի մասին ոչ մեկի հետ։ Այն ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է։ Հələ թղթի վերևն է գրած է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները, ես Հայաստանի Հանրապետության նախագահ երբեք չեմ եղել։ Հաջորդը մի հատ էլ բան ասում, մի րոպե։ Ազգային ժողովը ու ընդհանրապես դրանից հետո առաջ ես մի բան եմ ասել։ Ասել եմ, ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից եւ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին։ Այդ եղել է միշտ իմ սկզբունքը։ Երբ որ ժողովուրդը կգա, դուռը կծեցի կամ չի ծեցի, ձեն կտա, ասի իմ իշխանությունը տուր ինձ, ես այդ իշխանությունը կտամ իրան։ Եվ թույլ չեմ տա որևէ խմբակ, անկախ նրանից այդ խմբակի պարագլխի անունը ինչ է, թույլ չեմ տա որևէ մեկին ժողովրդի իշխանությունը խլի։ Իշխանության տերը ժողովուրդն է։ 100 անգամ ասել եմ 18 թվին, 19 թվին, 20 թվին, 21 թվին, 22 թվին, 23 թվին, 24 թվին, ասում եմ 25 թվին, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ պահին ժողովուրդը ուզենա այդ իշխանությունը վերցնի, ժողովուրդը այդ իշխանությունը կվերցնի, որ պահին, ընտրություններով, առանց ընտրությունների, որ պահին ժողովուրդը ուզենա վերցնի, ժողովրդի այդ ցանկության առաջ ոչ մեկ չի կարա կանգնի, ոչ մեկ, ինչպես 2018 թվականին չկարեցավ կանգնի, ոչ մեկ չի կարա կանգնի, էտում իշխանությունը ումից եք պաշտպանում, ես կարամ ասեմ ում իշխանությունն եմ պաշտպանում ձեզնից, ես ժողովրդի իշխանությունն եմ պաշտպանում ձեզնից, կոնկրետ ձեզնից եւ ձեր խմբավորումների պարագլուխներից պաշտպանում եմ ու միջև վերջ պաշտպանում եմ, պաշտպանելու եմ, որևէ մեկը չկասկածի, ինչ վերաբերում է ժողովրդին, ասում եմ, չգիտեմ, որ տասնյակ անգամ, վաղը առավոտը ժողովուրդը ուզենա իշխանությունը վերցնի, ժողովրդի իշխանությունը կվերցնի, այդ որ 300 մետր, ես այսօր առավոտ, 7:30 դուրս եմ եկել, կանգառում կանգնել եմ 15 րոպե, 20 րոպե, պետական պահպանության ծառայություն այնտեղ ա եղել, ոչ մի ոստիկան չի եղել, ոչ մի ճանապարհ չի փակվել, ոչ մի ավտոյի ուղղություն չի փոխվել, ոչ մի ավտոբուսի երթուղի չի փոխվել, ոչ մի ավտոյի գրաֆիկ, նստել եմ ավտոբուս, գնացել եմ գործի, այդ դուք ում մասին եք խոսում։ Ում մասին եք խոսում։ Հերիքա վիրտուալ իրականություն ստեղծեք ձեր ֆեյքերով, ձեր վճարովի բաներով, չգիտեմ, ինտերնետ տրաֆիկներով եւ այլն։ Պարոն Փաշինյան, ես գիտեի, որ հնարավոր իշխանափոխության կամ 2008 թվականի մասին հարցերը ձեզ կարող է բորբոքեին, բայց պետք չէ այդքան բորբոքվել։ Հանգիստ պատասխանեք հարցերին, որոնք շատ հստակ էին, բայց որոնց դուք այդպես էլ որևէ հստակ պատասխան չտվեցիք։ Ես լավ չեմ կարողam հասկանալ։ Դուք հիմա Ռոբերտ Քոչարյանին, մյուսներին, Քիվեստից հետո 2007-ին էլ Կազան ա եղել։ Հիմա մեղադրում եք, որ ուզել են հարցը լուծեն, թե չեն ուզել հարցը լուծեն, եկել ընկելա ձեր գրպանը, ինչպես պարբերաբար դուք ակնարկում եք։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը մեղրին հանձնել է, թե չի հանձնել։ Մի հատ կողմնորոշվեք ձեր քարոզչական թեզերում, որ ձեր քարոզիչներն էլ սոցիալական ցանցերում ըստ այդմ կարողանան կողմնորոշվել։ 2019 թվականին ձեր սեղանին խմբագրված տարբերակ է դրվել ԵԱԿ Միսկի խմբի կողմից։ Դուք հայտարարել եք, որ ոչ մի բան, ոչ նոր, ոչ հին գոյություն չունի։ Հետո էլ մի հատ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ դուք ասում եք, որ դուք ձեզ գժի տեղ եք դնում, որ ժամանակ շահեք։ Հիմա եղել է, թե չի եղել, որովհետև բոլոր
հայտարարությունները նրա մասին են, որ 2019 թվականին բանակցությունների սեղանի նույնց եմ ասում, կլինի հին թե նոր թուղթ ա եղել, որը դուք թաքցրել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Եվ վերջում, Տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դիվանագիտական համայնքը քայլող, խոսող, մեզ հիմա իդեպ կարծես հետևում է։ Համայնքը քայլող, խոսող, շնչող, արտաշնչող մի մեծ բարդույթ է։ Այս բարդույթով եք 2018 թվականին վարել բանակցությունները, որի արդյունքը ես արդեն ասեցի ինչ է։ Չկա Արցախ, կան օկուպացված Հայաստանի Հանրապետության սահմաններ, հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր եւ Նախիջևան Ադրբեջան կապ, որի անունը դուք չգիտեմ ինչ կդնեք, Ադրբեջանն էլ ինչպես դուք եք ասել, կդնի Միչանցք։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, առանց բորբոքվելու։ Դուք ասում եք քիվեստներ արդյունքը, թունելը սենց մտնելու էր, կամուրջը ընդեից դուրս էր գալու, ընդեից ավտո մտնելու էր, գնացքը սենց անցնելու էր, Ղարաբաղն էլ մերն էր։ Շատ լավ ասում եմ, քիվեստը եղել է 2001 թվին։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը ստանձնել է 98 թվին։ 98, 99, 2000-ից սկսել է, այս խոսակցությունը 99-ին սկսել է, ինչպես տեսանք, 2001-ին եղել է քիվեստը։ Այսինքն իր պաշտոնավարման 70%-ը եղել է քիվեստը։ Այդ որ թունելը սենց պտի մտներ, սենց կամուրջը, էստակադան եւ այլը, ասում եմ շատ լավ, թող լիներ։ Ես եմ խանգարել դրան, թող, ասում եմ, շատ լավ, Սերժ Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդն էր, ժառանգորդն էր, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, թող լիներ, ով ում խանգար է, 19 թվի առաջարկի մասին, ես ասել եմ, որ նոր առաջարկ չկա ու ճիշտ եմ ասել, այն առաջարկը, որ 19 բանակցությունների սեղանին միշտ թուղթ ա եղել, տենց բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի, միշտ ինչ որ թուղթ դրած ա եղել։ Հիմա ես ասում եմ 19 թվի թուղթը սկսվում է հետևյալ նախադասությամբ. Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը։ Ու դա չէ ինչ որ տեքստ է, վերնագիր է եւ այլն։ Հիմա դուք ասում եք, որ դա իմ թուղթն է, ես ասում եմ, ես Հայաստանի Հանրապետության նախագահ երբևէ եղել եմ, ընկերներ, կարող ես լավ չեմ հիշում, ես Հայաստանի Հանրապետության նախագահ երբևէ եղել եմ, չեմ եղել, շնորհակալություն պարոն Եղոյան, չեմ եղել, հետևաբար այն փաստաթուղթը, որը սկսվում է հետևյալ բառակապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, այդ փաստաթուղթը ոնց կարա ինձ հետ ունենա կապ, մեկը բացատրեք, ինչն է այստեղ։ Ես իշխանություն լինելու չեմ հրաժարվում, դուք ասում եք, որ դա իմ թուղթն է, իմն է, ես եմ ստեղծել այդ թուղթը, ես ասում եմ, մի րոպե, ես ասում եմ, ոնց կարար մի թուղթ ներ ինձ հետ կապված, որը սկսվում է հետևյալ կերպ, Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, ես Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել երբեք։ Կառավարման համակարգի մասին չի խոսքը։ Հենց կառավարման համակարգը փոխվել է եւ կառավարման համակարգում, որ ես եմ եղել, ես նախագահ չեմ եղել, որ այդ թուղթը դուք հիմա բերում եք, ասում եք, որ իմ բանակցությունների արդյունքում է ձևավորվել, ես ինչ բոլոր են թղթերը, որ կապված են ինձ հետ, մեջը օգտագործված է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը։ Հասկանում եք, չկա որևէ թուղթ
ինձ հետ կապված, որի մեջ սկսվի Հայաստանի Հանրապետության նախագահը եւ խնայենք հերոստատիտողներին, որտեվ եթե այս մասը չի հասկանում, մնացածը լավ հասկանում է։ Այո, իհարկե, բարձր։